Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս չորեքշաբթի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք հին կտակարանից, առակների գիրքն ենք ուսումնասիրում, 10-րդ գլուխն ենք սերտելու 11-ից 12 համարները։ Եթե մեզ ամեն շաբաթ հետևում եք, գիտեք, որ երկու թողարկում ունենք հայերեն լեզվով եւ չորեքշաբթի օրերը հին կտակարանից է, իսկ կիրակի օրերը նոր կտակարանից։ Ինչպես միշտ բոլորին քաջալերում ենք, որ դուք էլ նույնպես ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ այս պատգամը ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Ուրեմն այսօրվա սերտողության վերնագիրն է չպետք է նմանվել, այսինքն ձգտիր նմանվել Հիսուսին եւ ապրիր այնպես, ինչպես որ փառք կբերի Տիրոջը։ Գիտեք, այս կյանքում երկու տեսակի մարդ կա՝ նա ով անհավատ է եւ սրտում չարությամբ է լցված, իսկ մյուս տեսակի մարդը հավատացյալ ու ապաշխարած է Հիսուսով արդարացած։ Նրանց տարբերությունը արարքներով է որոշվում եւ հավատացյալը իր ամբողջ էությամբ Հիսուսին հարկավոր է նմանվել եւ նրա տրամադրությունը նույնիսկ պայմանների հիման վրա չպետք է լինի, այսինքն այդ անձնավորությունը պետք է հագեցած լինի Աստծով եւ միմիայն Աստծով։ Հիմա այս պահին եկեք մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության եւ այս առիթի համար։ Շնորհակալ ենք, որ դու մեր մեջ ես եւ Տեր, շնորհակալ ենք, որ քո կատարածով խաչի վրա մեզ դու տվեցիր փրկության միջոց եւ քո հարությունը հաստատեց այն, ինչ որ մեզ տվել ես, պարզապես ով որ քեզ հավատա կփրկվի։ Եվ մեզ սովորեցնում ես Հռոմեացիների 10-րդ գլուխ 9-ից 10 համարում, որ մեր սրտում մենք հավատալով արդարացած ենք, իսկ բերանով էլ խոստովանում ենք դավանելու համար մեր հավատքը։ Ու այսպես Տեր, ես խնդրում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, խնդրում եմ, որ նրանց առատորեն օրհնես, բոլորիս աշակերտես քո խոսքերով ու խնդրում եմ այսօրվա սերտողությունը միմիայն թող Սուրբ Հոգին մեզ առաջնորդի եւ սովորենք քեզանից, Տեր։ Աղոթում ենք այս ամենը քո Սուրբ անունով, Հիսուս, ամեն։ Եկեք ուսումնասիրենք, կարդանք 11-րդ համարը։ Ունայնությամբ կուտակված ունեցվածքը կպակասի, բայց քիչ-քիչ հավաքողն այն կավելացնի։ Ինչի մասին է խոսքը։ Երբ որ կարդում ենք մակերեսային առումով, մենք հենց անմիջապես կարող ենք հասկանալ, որ քրտինքով աշխատածը մնում է, իսկ նա ով մութ միջոցներով է փողը ձեռք բերել կամ վաստակել, չի մնա։ Բայց տեսեք, ինչն է այստեղ կարևոր։ Աստծու համար արդարությունն է շատ կարևոր եւ անազնիվ գումար վաստակողը կարող է անել գողությամբ, խաբեությամբ եւ նույնիսկ սպանությամբ, որ իր գումարը վաստակի։ Նա երկար չի կարողանալու պահի, որովհետև, ինչպես ասացինք, Աստված վերջը արդարություն կբերի եւ անազնիվին անպատիժ չի թողնի։ Աստված շատ համբերատար է, բոլորիս հնարավորություն է տալի, նույնիսկ հնարավոր է տարիներ, համբերի, որպեսզի մենք մեր արածների համար զղջանք եւ Սուրբ Հոգու աշխատանքը, որ յուրաքանչյուրի սրտի վրա աշխատում է նա, փոխի եւ ապաշխարության բերի։ Բայց քանի որ անազնիվը ուրիշին է վնաս տվել կամ տալիս, Աստված դա իհարկե թեթև չի նայում եւ ժամանակ կգա, որ Աստծու դատաստանը այդ անձնավորության վրա կթափվի։ Եվ հիմա կարող ենք ասել, մարդիկ կան այս աշխարհում, խաբեբաներ, միլիարդատերներ կամ եւ այլն, մարդիկ, ովքեր որ իրանց գումարները խաբեությամբ են ձեռք բերել եւ ժառանգաբար նրանք սերունդար սերունդ ժառանգությունը փոխանցել են նույնիսկ, հավատացեք, որ եթե նույնիսկ այս աշխարհում այդ արդարությունը չիրականացվի, հավիտենականությունում հաստատ իրականացվելու է։ Եվ քանի որ մեր կյանքը սահմանված չի մենակ մեր 70, 80, 100 տարվա, ենթադրենք, եթե Աստված իհարկե մեզ այդքան կյանք կտա, ապրենք, դրանով չի սահմանված։ Հավիտենականություն կա եւ արդարությունը ուշ թե շուտ կիրականացվի։ Այստեղ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ այն ով որ քրտինքով է ձեռք բերում, նախ ավելի անուշ է, նախ ավելի հաճելի է,
ավելի շատ է գնահատվում եւ պտուղ գոյություն ունի, այսինքն կմնա, կավելացվի։ Անցնենք մյուս համարին, 12 համարին։ Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։ Լավ, ինչ է ուզում այստեղ ասել եւ ինչ ընդհանրապես նկատի ունի Աստծո խոսքը։ Գիտեք, Աստծո խոսքի, այսինքն Աստծո խոսքը բացատրում է, որ մարդու հոգեբանությունը կամ այս հոգեբանության մասին է խոսքը, ինչ որ սպասում է շուտ լինում է երջանկություն է բերում, իսկ ինչ որ սպասում է եւ ուշ է լինում կամ չի լինում, հակառակն է կատարվում։ Ինչ որ կատարվում է, ասում է, կյանքի ծառն է, երջանկություն է, իսկ հակառակ դեպքում ասում է, որ սիրտը կհիվանդացնի։ Լավ, եկեք ավելի մանրամասն ուղակի խորանանք խոսքերի մեջ եւ հասկանանք, թե ինչ է կատարվում։ Ուղակի բացատրություն է հոգեբանության, թե այլ եւ ավելի խորը միտք ունի։ Սա մեզ ցույց է տալիս, որ անհավատի մոտեցումը, որովհետև նա ով հավատում է Տիրոջը եւ Հիսուսի խոսքերին, հավատում է, որ մեր երկնավոր Հայրը իհարկե մեզ տիրություն կանի, ուրեմն ինչ ակնկալիքներ ունենք, բացի նրանից, որ արդեն լուծված է Աստծուց, արդեն Աստված տվել է, այսինքն ինչ նկատի ունենք։ Երբ որ գիտենք, որ Տերը մեզ ավետարանի մեջ Հիսուս Քրիստոս բացատրում է, որ մի մտածեք ինչ կուտեք, ինչ կխմեք, ինչ կհագնեք, որտեղ ձեր երկնավոր Հայրը ձեր համար արդեն ամեն ինչ պատրաստել է, կտա, հոգ է տանում, ուրեմն իմանանք, որ ինչու պետք է այսպիսի մտածելակերպ ունենանք, հա, որ եթե մի բանը մեր ուզածով է լինում, ու երջանկություն է, կամ այն ինչ որ ուշանում է, մեզ տխրում է, տխրեցնում է, գիտեք, իրականության մեջ հավատացյալը Աստծով պետքա երջանիկ լինել։ Հիմա իհարկե ասում եմ սա, բայց բոլորիս համար դժվար է, որ երբ որ կյանքի դժվարությունների մեջ ենք գտնվում, այնինչ որ սպասում ենք, գիտեք, միգուցե չենք տալի հանձնում Տիրոջը եւ հետեւաբար շեշտը դնում ենք այդ կետի շուրջ կամ այդ հանգամանքի հիման վրա։ Իսկ երբ որ մեր հիմքը Հիսուս Քրիստոսն է, այն ժամանակ ակնկալիքը միայն այն է, որ մենք բավարարված լինենք եւ ապրենք ու քայլենք Աստծով։ Միակ կարևոր կետը մեր համար դա է լինում։ Եվ եթե մենք ապրենք ու քայլենք Աստծու հետ, հետեւաբար երջանկություն կունենանք եւ ակնկալիքներ նույնիսկ չենք ունենա այն առումով, որ ինչ որ մի բանի վրա սպասողական վիճակ չի լինի։ Կլինի այն, որ հանձնվում ես Տիրոջը, տալիս ես բոլոր հարցերն ու խնդիրները կյանքի Աստծուն եւ սպասում ես Աստծու ժամանակի մեջ, որ ամեն ինչը լուծվի։ Ուրեմն եկեք ճիշտ մտածելակերպ եւ հոգեվոր կեցվածք ունենանք եւ բոլորովին հիմնվենք Աստծու վրա։ Եթե Աստծով բավարարված լինենք, անազնիվ միջոցների չենք դիմի գումար վաստակելու համար, քանի որ շահը մեր դրդապատճառը չի լինելու, ու եթե Աստծով հագեցած լինենք, Աստծուց բացի ուրիշ ակնկալիք չենք ունենա։ Այսօր այսքանը, աղոթում եմ Աստված ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։